Այսինքն այդ օրակարգը իշխանության կողմից կամ վարչապետի կողմից առաջ է մղվում եւ սկսում ենք, բայց մյուս կողմից հետո որ քննարկում է, մի այլ օրակարգ հավաքական չի նետվում դաշտ, դրա տեղը ըստ երևույթին պետք է լիներ ազգային ժողովը, որտեղ այդ բանավեճը գնում է, չէ՞։ Դա այնտեղ բացակայում է, որտեղ արդեն ասեցի, գնացին, հենց որ թեժացավ մթնոլորտը, մեկը ասում է, հեսա կշպրտենք դուրս, հոպ, ինչ որ մի հատ բախում եղավ ու գնացին իրաց տաներով վերջացավ թեման։ Դե միանգամից կատարել այստեղ ներքաղաքական լուրջ ցնցումներ, այո, կարող են առաջանալ։ Աշճանաբար անել։ Այստեղից բայց ներողություն կարծում եք կառաջացնի միանգամից։ Չունե որի զավակը ծառայում է եւ հրամանատրված է դիրքը պահել։ Եվ մտածում է, որ իր հասակակիցը, որը ենթադրենք 15 միլիոնով, 20-25 միլիոնով ազատվել է եւ վայելում է կյանքը Երևանի փաբերում երեկոյան։ Հիմա այդ զինվորը, այդ հրամանի կատարման ժամանակ չեք զգում, որ իր վրա լրջագույն ճնշում կա։ Արդյունաբերության ոլորտում տարիներ շարունակ եղել է մոտավորապես 83, 84, 85 հազար աշխատող, հիմա այնտեղ երևի 50 հազար աշխատող է։ Ահավասիկ իրական տնտեսությունը անկում է ապրել, ոչ թե գյուղատնտեսության ոլորտում եղել է ժամանակին 360-70 հազար, հիմա կարող է 230-40 հազար աշխատող։ Ուղերձը, օրինակ պարոն Ծառուկյանի որ ասեց, այսինքն եւ տնտեսական, եւ վերկուսակցական, այսինքն համախմբում, երբ որ ասում է վերկուսակցական, որ մի կողմ դրեք նեղ խմբակային կուսակցական շահերը, համախմբվենք այս գաղափարի շուրջ։ Այո, օրակարգի ժամանակ կուսակցական խմբային շահ գոյություն չունի։